Բարև ձեզ, իմ շատ սիրելի սոցիալական ցանցի ընկերներ։ Առհասարակ որոշել էի չխոսել իրադարձություններից, վայելել, բայց եղել է դեպք, որը փորձում եմ հիշեցնել Քոչարյանների ընտանիքին։ Երբ բոլորդ մեկնաբանում եք, որ երեխաներ կային տանը, առավոտյան 7-ի մոտերքը մտել են ազգային անվտանգության քննիչները, հակակոռուպցիոն կոմիտեն երեխաները վախեցել են, ուզում եմ ձեզ մի դեպք հիշեցնել, որ հիշողության կորուստ չունենաք։ Երբ հյուսիսային պողոտայի մեր տները քանդում էիք, դուք ներս էիք մուտք գործել մեր տները առավոտյան ժամը 6:00-ին։ Եվ դուք մտել էիք մարդիկ քնած, խաբելով մեզ երիտասարդներից հանել էիք դուրս, դա շատերը կհիշեն։ Եվ երբ հանել էիք մեզ դուրս, տրակտորները քշել էին մեր տների վրա։ Ես կյանքում չեմ մոռանա, երբ որ ինձ ձեր իսկ ոստիկանական կազմը ձեռքերից ու ոտքերից ամուր բռնել էր, որ չվազեմ դեպի այդ կողմը, թե վտանգավոր է, բայց տունը փլեցիք իմ սեփական տղայի եւ մեր տատիկի վրա։ Երբ որ գոռում էին բաց թողեք, այդ տան մեջ քնած երեխա կա, մայրը դրսում է, այնտեղ չկային երեխաներ, թե որ ձեր ոստիկանները, ձեր կազմած ոստիկանները հարձակվեց ծեծում էին մեր ու մանուկ ծերեր, որ հետագայում կորան, անհետացան, դարդից մահացան, քաղցկեղով հիվանդ Ռիտա տատիկը, երբ որ անկողնով հանեցիք դրեցիք դուրս, ինքը մահացավ ինֆարկտից, ոչ թե իրեն հիվանդությունից։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել Քոչարյանի սատարողներ, երբ որ դուք այդպես գրում եք մեծահամուռ կերպով, բա ինչի սենց, բա ինչին էց, ասեմ, որ դրանից հետո հետևանք մնաց իմ տղայի սրտին։ Հետևանք, որտեվ ինքը մնացել էր 6 ժամ, մինչև մենք քանդում էինք, մինչև տրակտորը կանգնացրեց, քանդում էինք ին որդուն հանելու եւ էլի մեծահասակ մարդկանց։ Իմ տղան կուլ էր տվել այդ փոշին։ Մենք երկար ժամանակ բուժում ենք անցե դրանից հետո դուք ինչ ունեք մեզ ասելու։ Եվ մեկ էլ մի կին կա Ղազարյան, չգիտեմ ինչ ազգանունով, որ ինձ գրել էր, որ ինչի՞ չեք գնացել Ղարաբաղ կռվեք, զոհվեք։ Պատասխանեմ, տիկին ջան, մենք գնացել ենք։ Իմ տղան կռված է պատերազմում։ Մենք Ջաբրահիլ ենք անցել։ Եվ բացի իմ միակ եղբոր միակ որդին զոհվել է Շուշիում։ Ու գիտեք ինչու։ Որովհետև հրամանատարները փախել էին, իսկ նորակոչիկ 3 ամսվա զինծառայողները տեղանքին ծանոթ չէին։ Եվ այսօր, երբ որ դուք խոսում եք, ինչ որ մեկին ասում են ինչի չես կռվե փախած, դուք վերջում պատճառաբանում եք, թե դուք ուզում եք մենք զոհվենք, մենք չենք ուզում դուք զոհվեք։ Մենք ուզում էինք, որ դուք չփախնեիք։ Ու եթե դուք Հայաստանի Հանրապետություն եք եկել, մենք ձեզ գրկաբաց ընդունել եք, չփորձեք մեզ անեծքներ ուղղորդել, չփորձեք դուք հանկարծակի ինչ-որ վատ բաներ ասել Փաշինյան սատարողներին։ Հիշեցում ձեզ, դուք եկել եք Հայաստանի Հանրապետություն, պարոն Քոչարյան, Ադրբեջանի քաղաքացու անձնագրով։ Դուք երբևէ չեք ունեցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ըստ սահմանադրության։ Սա հիշեցում բոլոր նրանց, ովքեր այդքան տենց ջերմեռանդությամբ պաշտպանում են Քոչարյանին։ Յուրաքանչյուր Քոչարյանի դղյակի տակ կա ինչ-որ մի մոր արցունք, կա ինչ-որ մի զինվորի արցունք, կա ինչ-որ տատիկի արցունք, կա ինչ-որ հոր արցունք։ Դուք խլել եք մեր երեխաներից իրենց մանկությունը։ Այսօր հոգ եք տանում ձեր երեխաների մասին եւ Լևոն Քոչարյանը առանց ամաչելու ասում է ինքը չի ուզում, որ մեր երեխաները ժառանգեն մեր եղածը։ Լևոն Քոչարյան, դու չես ժառանգել, դու ոչինչ չունես, դուք մեր եղածն եք վերցրել։ Ինչը պետք է ժառանգեք ձեր երեխաներին մեր եղածը, իսկ մենք դրան թույլ չենք տալիս։ Մենք չենք ուզում դուք ոչինչ ժառանգեք։ Դա էլ եւ վերջին ավարտին ասեմ, ուժեղ Հայաստանի թույլ падգամավոր Գառնիկ Դավթյանը, որին ես տվեցի հնարավորություն հրապարակային ներողություն խնդրի իմ որդուց, նրա նկարը իր էջում տեղադրելու եւ բռնության կոչեր անելու համար, որի տակը գրել էր, որ տղեն կռված է, ով է ճանաչում, կանչեք մի երկու բան ասենք, մերը սսկվի, ձայնը կտրի, իմ արձագանքը դուրդ չեկավ։ Եվ բացի դրանից շանտաժ արեցիր, որ ես իբր հայհոյել եմ։ Ասեմ, եթե ես քեզ երեսարերս տեսնեմ, Գառնիկ Դավթյան, մենակ հայհոյանքով չես բրցնելու։ Բայց ես որպես օրինապահ քաղաքացի ժամանակդ բրծավ, դիմում բողոքը հայտարարագիրը հանցագործության մասին գնաց դատախազություն, հարցը օրինապահ դաշտում
լուծելու համար։ Եվ հիշեցում, դու ինձ չէիր ճանաչում, դու ուղղակի վարկաբեկում էիր այսօրվա ազգային ժողովի փոխնախագահ ներողություն Վահագն Ալեքսանյանին, վարկաբեկում էիր նրան նրա ընտանիքը, երբ որ ես տակը քեզ գրեցի, քեզ հավաքի։ Դու արագ անցարին որդուն, դուք այդպիսին եք, իսկ ձեր նմանների տեղը քրեակատարողական հիմնարկներն է, եւ ես կրկնակի անգամ շնորհակալություն եմ հայտնում հակակոռուպցիոն կոմիտեին, իմ շատ սիրելի ազգային անվտանգությանը, առողջ եղեք, ուժեղ եղեք, եւ իմ ամբողջ կյանքում այս 28 տարիների կռվից հետո 3 ես հանգիստ քնել եմ, երկինք եմ նայել, աղաղակել առ Աստված, ինչ ինձնից խլել եք ժամանակին, հարյուրապատիկը հետ պետք է տակ։ Ես դեռ մի դատել ունեմ, ես այդ դատերը անցել եմ, դեռ մի դատել ունեմ, բանկերի հետ կապված, նախկին ՀՀԿ-ական պատգամավորի բարեկամ Ռուբեն Հովհաննիսյանի, որը դատավորին հանեցին, նոր դատավոր է, Արամ Գրիգորյան։ Ես դեռ այնտեղ պիտի ջախջախեմ ձեր իսկ պատգամավորի բարեկամին։ Ես որքան էլ առողջական խնդիր ունենամ սրտի հետ կապված, բայց ես մինչև վերջ եմ գնում։ Երբ որ ես վերցնում եմ ինչ-որ մեկին թշնամի ու շատ դժվարությամբ եմ վերցնում։ Ձեր լեզվով ասեմ, պագրիշկեքս քալչալանումա տորմուզներս էլ չի պաղում։ Օրենքից է լավ եմ հասկանում, քրեական օրենսգիրքն էլ անգիր գիտեմ։ Արել եք, պիտի ստանաք, ես չեմ ներում ոչ մեկին։ Եվ հարգելի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, բոլորիդ ա ուղված, գրելուց առաջ լավ հիշեք։ Երբ որ դուք հայհոյանք եք գրում, երբ որ անպարկեշտ բառեր եք գրում, քրեական օրենսգրքեր ծանոթացեք, հետո մի նեղացեք։ Որովհետև ձեր էջերը բացում եք բջջային համարի ներքո, բջջային համարը վերցնում եք անձնագրով, անձնագիրը տարածքային անձնագրային բաժնից։ Ու երբ որ գալիս են դուրները ծեծելու, մի ոռնացեք, որ դուք չեք։ Ուստի գրառելուց առաջ երկար մտածեք ինչ եք գրառում։ Երկար մտածեք, որովհետև սա ձեր բախչեն չի, սա ձեր բիսետկեն չի դրսի բամբասանքով զբաղվեք։ Ու մեկը մյուսին ձենտակ ասեք կենի Փաշինյանական մի երկու ավել հայհոյանք էլ դու գրի։ Ես դա անցել եմ, անցնում եմ, ու դեռ ձեր նմաններին հերթով ուղարկելու եմ ձեր տեղը։ Ձեզ խելոք պահեք, ազնիվ եղեք, ինքներդ ձեր հանդեպ։ Այս կյանքը տված է մեկ անգամ եւ շատ կարճ է։ Աշխատեք չնեղացնեք մեկդ մեկուն, որ հետո երկնքի Աստծուն նայելով առ Աստված մեղաչ կանչեք։ Հավատացեք, որ Աստված ուշ է անում, բայց ինձ լավ պուպուշ է անում։ Շնորհակալ եմ, առողջ եղեք, երջանիկ եղեք։ Շնորհակալ եմ Աննա Վարդապետյանից, շնորհակալ եմ պարոն Սիմոնյանից, շնորհակալ եմ հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարից, շնորհակալ եմ ազնիվ աշխատանքի համար։ Հույսով եմ այսուհետ ձեր երկար լեզուն ձեզ կքաշեք եւ թալանն էլ հատիկ առ հատիկ, կոպեկ առ կոպեկ հետ կվերադարձնեք։ Լավ եղեք, առողջ եղեք եւ միշտ հիշեք, օրենքը բոլորիս համար է հավասար։ Դա նիկոլիտիվն է։ Ձեր ժամանակահատվածը անցել է, երբ որ մեզ ձեռու ոտ էի կանում շպրտում եւ մտնում էին մեր տները, մի հոգի նստած, 16 հոգով մտնում էին ու ահաբեկում էին, ինչպես ինձ էի կանում։ Ես իմ տղային իմ մեջքի հետևը պահում էի, ասում էի միտեղ քեզ մեռած կգտնեն, երեխեդ ինքնությունը չի իմանա, կամ երեխուդ կսպանենք, ամբողջ կյանքում հոգեվարկի մեջ կապրես, չես իմանա ով արեց։ Դուք այդպիսի մարդիկ եք, ձեր տեղը քրեակատարողական հիմնարկն է։ Ժողովուրդ ջան, լավ եղեք, առողջ եղեք, սիրում եմ բոլորիդ։ Մի նեղացրեք մեկդ մեկուն, որ հետո իրար երեսին բաց աչքով նայելիք ունենաք։ Լավ եղեք, հաջողություն։